Պարտադիր կուտակային թոշակի համակարգին անցնելու շուրջ քննարկումները թեժանում են եւ անցած շաբաթ ազգային ժողովում հերթական անգամ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները բավական ընդգրկուն բանավեճ ծավալեցին այս խնդրի շուրջ։ Մասնավորապես Հայ ազգային կոնգրեսից Հրանտ Բագրատյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունից Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը փորձեցին կառավարության ներկայացուցիչներին հորդորել հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու մտադրությունից։ Օրինագիծը հաստատվելու դեպքում այն 2014 թվականի հունվարի 1-ից կգործի Հայաստանում։ Կտարածվի միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների վրա, ովքեր ամեն ամիս իրենց ստացած աշխատավարձի 10%-ը պետք է կուտակեն, որպեսզի օգտագործեն 63 տարեկան դառնալուց հետո, որպես թոշակ։ Գործատունը չկպահի այդքան։ Կպահի ավտոմատ առանց մարդուն հարցնելու, կփոխանցի ինչ-որ մասնավոր ֆոնդի, որին կնշանակի Տիգրան Սարգսյանը։ Հասկացաք։ Այդ մասնավոր ֆոնդես փողերը կվերցի, կտանի արտասահման մարժը թղթերում կդնի։ Այդ հասարակ մարդուն հնարավոր չի բացատրել։ Ինչի համար։ Իրանք ասեն, մենք 5%-ով քո աշխատավարձը բարձրացնում ենք, սիրելիս, ես քո փողը չի։ Արդեն քո փողն էլ քոնը չի, քո աշխատավարձը էլ քոնը չի։ Հարկ է նշել, որ Հայաստանում 2011 թվականից գործում է կամավոր կուտակային համակարգը, սակայն դեռ ոչ մի հայտ չի ներկայացվել։ Երաշխիք տվեք, որ այդ փողերը կգործածվեն Իմյան հանրապետության ենթակառուցվածքների զարգացնելու համար, անկախ նրանից։ Երաշխիք տվեք տոկոսը բյուջեով այս կոմպլեքսները եթե անեք, կամավորը կսկսի աշխատել։ 10, 15, 20 տարի հետո երբ որ երկիրը ոտի կկանգնի, կամավորը կփոխարինենք նույնիսկ պարտադիրով, ասելով այնքան հարուստ ենք, ինչ ա եղել, տվեք այս 5%։ Հավելենք, որ այս օրենսդրական փաթեթը ազգային ժողովում քվեարկության կդրվի հաջորդ քառօրյայի ընթացքում՝ հոկտեմբերի 1-ից 4-ը։